Պարոն Փաշինյանը անդրադարձավ կտրիչ Ներսիսյանին, վիդեոն մաքսիմալ տարածեք, միասին հասկանանք։ Ժողովուրդ ջան, լինենք անկեղծ, պարոն Փաշինյանը եկեղեցու դեմ չէ։ Այս մարդը ասում է 2018 թվականից վարչապետի կարգավիճակով բազմիցս հանդիպել է կտրիչ Ներսիսյանի հետ։ Ժողովուրդ, որպես կաթողիկոս, այս մարդը երբեք Փաշինյանի հետ չի նստել հոգևոր որևէ արժեքներից խոսել։ Քաղաքական դաշտ, բիզնեսներ, քաղաքական դաշտ, բիզնեսներ։ Ու պարոն Փաշինյանը ասում է, ինձ թույլ չեմ տվել իր այդ հոգևոր կյանքից խոսամ, որտեվ լինենք անկեղծ ժողովուրդ ջան, կաթողիկոսը պետքա նստի երկրի ղեկավարի հետ փորձի հոգևոր կյանքից խոսալ, իսկ եթե դա առաջարկի ղեկավարը երկրի, դա լրիվ ուրիշ տեսանկյունից կլինի ու ճիշտ չի լինի։ Ու այսքանից հետո ժողովուրդ ջան, ասում եք պարոն Փաշինյանը եկեղեցու դեմ, հա։ Ժողովուրդ ջան, լինենք անկեղծ, ասել եմ ու միշտ կասեմ ու շատերը տել եք մեկնաբանությունը եմ տենց գրում, այն որ ամեն տարի դեկտեմբերի 31-ին մի հատ գալիս էր կանգնում, խոսում, ստեսություն ու ամբողջ տարին ուզում է աշխարհն է քանդվեր, մի հատ ձեն չէր հանում այս մարդը։ Եկել է ժամանակը, ժողովուրդ ջան, եկեղեցին ոչ քաղաքականացվում է, ոչ էլ այլ։ Եկեղեցին 301 թվականից կա ու առաջնորդում է այս պետությանը։ Հայաստանի Հանրապետությունը կա իր Այբուբենի շնորհիվ, իր կրոնի շնորհիվ ու իր առյուծ տղերքի շնորհիվ, ժողովուրդ ջան։ Աստված պահապան լինի բոլորիս։ Կեցե հայոց ազգը, կեցենք մենք եւ Նիկոլ վարչապետ։